Քննչական կոմիտեի եւ հակակոռուպցիոն կոմիտեի, որոնց ղեկավարների նշանակում է կառավարությունը, որոնք մշտապես գտնվում են կառավարության նիստերի դահլիճում եւ պարբերաբար էլ զեկուցում են կառավարության ղեկավարին, կատարում են կոնկրետ գործողություններ։ Գտնել նախկիններին եւ նրանց վրա գրել ինչ հնարավոր է, կոռուպցիոն բնույթի ինչ հանցագործություններ հնարավոր է, գրեք, հրապարակեք, մնացածը թողեք արդեն քաղաքական ուժի այս դահլիճում նստած հարուստ բառապաշարի տեր գործընկերներին, որոնք կելնեն եւ կդատապարտեն ու կներկայացնեն դարի հանցագործությունը այդ անիծյալ նախկինների նկատմամբ։ Եվ պատահական հարց չտվեցի ես հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, երբ որ ասեցի, խնդրում եմ բացատրեք, այդ որ ասում եք նախկին պաշտոնատար անձ, այդ նախկինը ո՞նց եք որոշում։ Նախկին 18-ից առաջ, նախկին քրեական վարույթը սկսելուց առաջ, մեղադրանք առաջադրելուց առաջ, դատարան ուղարկելուց առաջ, ով են այդ նախկինները։ Մի հատ նկարագրեք, մի հատ մեթոդաբանություն գրեք։ Ասեք այս սրանք են։ Կարող չգրեք, կարող եք ասել, որ բոլոր նրանք, ովքեր որ ՔՊ-ական չեն։ Հարց չկա, դա էլ է բացատրություն։ Բայց ասեք, ես մոտավորապես ուսումնասիրել եմ 35 գործ, տարբեր այս տիպի գործերից։ Ուրեմն 35 գործից 30-ում վերագրվող գույքի 80-ից 90%-ը կապ չունի այդ մարդկանց հետ։ Եկամուտները, որպես կանոն, այնքան մեծ եկամուտներ են ներկայացնում, որոնք կապ չունեն այդ մարդկանց հետ, համենայն դեպս փաստարկներով, որ ներկայացվում են, կապ չունեն այդ մարդկանց հետ։ Ինչպես է շարժվում դատախազությունը այ կոնկրետ ապօրինի գույքի մասով։ Եվ ապշահարմի նայեք, մեծամասնության հարգելի գործընկերներ, որովհետև այդ ուխտը ձեր դռանն էլ, ինչպես ասում են, չոքելու։ Եթե ուշադիր նայեք այդ գործերի մեջ, այնքան շատ են copy-paste արված դրվագները, որ չեն խուսափել, անգամ երկու տարբեր գործ վերցնում ես իրար հետ, մեկի գործի մեջ գրված է այն մյուսի գործի անունը։ Այսինքն այդքան անփույթ են վարվում։ Եվ այս անփութությունը ոչ միայն չի շտկվում, այս անփութությունը տեղափոխվում է հանրային հեռուստաընկերություն, դառնում է ռեպորտաժ, մի հսկայական թիմ աշխատում է եւ ներկայացնում է դարի կոռուպցիոներներին, դարի հանցագործներին, ու դրանց հետո շատ ավելի հեշտ է դառնում այս ամբիոնից մեր կապարանոց հայտարարություններով հանդես գալը։ Բացահայտվել է այսքան ապօրինի եկամուտ, բացահայտվել է այսքան հանցագործություններ եւ այլն եւ այլն եւ այլն։ Հեշտ կարևոր չի, որ այս ազգային ժողովի падգամավորը դատավոր չէ, ոչ էլ հիմնվում է դատական ակտի վրա։ Կարևորը իրենց սիրած քննչական մարմինների դատախազության հայտարարություններն են։ Այդ հայտարարությունները իրենք առաջ կտանեն, կդատապարտեն, որպեսզի ընտրողների համար հաճելի խոսքեր հնչեցնեն։